Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, նախընտրական պաշտոնական քարոզարշավի շրջանակում այսօր ես զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անահիտ Ադամյանի հետ, բարև ձեզ։ Բարի օր։ Մինչ հարցերին անցնելը Տիկին Ադամյան, զգուշացնեմ, որ մեր զրույցը, ինչպես բոլորի դեպքում, ձեր դեպքում եւս տևելու է ուղիղ 30 րոպե, ես մի քիչ առաջ ձեզ ընդհանրապես կտեղեկացնեմ, որ ժամանակը մոտենում է ավարտին, եթե չհասցնեք անգամ ձեր միտքը ավարտել, ներողություն եմ խնդրում կանխավ, ընդհատելու եմ, կներեք, կանխավ մի անգամ եմ ասում։ Շնորհակալ եմ։ Ուրեմն, սկսենք երևի արտաքին քաղաքականությունից։ Դուք ձեր քաղաքական ուժը Հանրապետություն կուսակցությունը բարբերաբար պնդում եք, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի այն ձևը, որ հիմա կա, պետք է խզել։ Ոչ թե ընդհանրապես խզել, այլ այն տեսակը հարաբերությունների, որ մենք ունենք հիմա Ռուսաստանի հետ, պիտի դրանք չլինեն։ Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ին եւ այլն։ Բայց վերջին մի երևի 6-7 օրվա ընթացքում առնվազն Ռուսաստանից պես ազդակներ են գալիս պատժամիջոցային ջերմուկ արգելեցին, կոնյակների նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին, ծաղիկների վաճառք սկսեցին արգելել Ռուսաստանի Դաշնությունում, ինչի մասին, եթե չեմ սխալվում, դուք արդեն նախորոք ասում եք, որ այդպես էլ լինելու է։ Հիմա սա դուք ըստ ձեզ հունիսի 7-ով կավարտվի, թե շարունակվելու է։ Տեսեք, շատ բազմաշերտ հարց եք տալիս։ Մենք խզման մասին չենք խոսել ընդհանրապես։ Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է ունենանք հավասարը հետ հարաբերություններ։ Դրա մարասի այս տեսակը։ Եվ միանշանակ վաղուց արդեն պետք է դուրս եկած լինեինք հապկից։ Վաղուց արդեն դուրս պետք է եկած լինեինք հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգից, որտեղ դա իրապես վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ ԵԱՏՄ-ի մասով միանգամայն ճիշտ է արձանագրում, տարիներ մենք ասում ենք, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի Հանրապետության համար տեղապտույտի ընդհանրապես զարգացման որևէ հնարավորություն չտվող կառույց է եւ օր առաջ ԵԱՏՄ-ից դուրս գալը նպաստելու է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, որովհետեւ ԵԱՏՄ-ում մենք որևէ հեռանկար չունենք։ Փոխարենը մենք առաջարկում ենք այս ժամանակը օգտագործել Հայաստանի Հանրապետությունում ռուսական մոնոպոլիաները կրճատելու, Հայաստանի Հանրապետությունում նոր լոգիստիկ կապեր ստեղծելու եւ այն ապրանքները, որոնց Ռուսաստան արտահանման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահից սկսած մինչև երևի վերջին պաշտոնյան պարբերաբար փորձում են Հայաստանի Հանրապետությանը հիշեցնել, թե ոնց են իրենք մեզ պահում, այդ արտահանման ծավալները կրճատելու, որտեղ դա նպաստելու էր մեր տնտեսության զարգացմանը։ Մենք գտնում ենք, որ մենք ի վիճակի ենք որակյալ մրցունակ ապրանքներ արտահանել։ Ռուսաստանի Դաշնության այս քաղաքականությունը, որ սկսել է Ռոսելխոզնադզորը, միանշանակ փորձ է Հայաստանի Հանրապետության վրա ճնշել։ Մեզ պարտադրում են 2 սեպտեմբերի 3։ Մեզ ուզում են, որ մենք ասենք, դե մենք այլևս չենք գնում դեպի Եվրամիություն, այսինքն երկրորդ անհեթեթ, անիմաստ պետության դեմ դավաճանական շրջադարձն են փորձում մեզ պարտադրել։ Սա է ամբողջ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության։ Եվ վստահեցնում եմ ձեզ, այս քաղաքականությունը հունիսի 8-ին ավարտվելու է, որովհետև սա երկսեր սույր է, որքան ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, նույնքան ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նրանք փորձում են պարզապես լոլիկով, ծիրանով, ջերմուկով, պոմիդորով, չգիտեմ, ծաղիկներով, էլ ինչով ներքին անկայունություն ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի այն ընտրողները, որոնք ասենք ներքաշված են այդ բիզնեսում, գնան եւ իրենց ձայնը տան Կրեմլի վկաներին ներկայացնող կուսակցություններին։ Եվ այդ կարգով հնարավոր դառնա Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջումը, մի նպատակ, որին Ռուսաստանի Դաշնությունը ձգտել է դեռ հեղափոխությունից էլ առաջ թերևս, որովհետև 2016-ին ինչին էր նվիրված, 2018-ից 2020-ը, 2020-ից 23-ը ինչին էր նվիրված։ Եթե այս հարցը ինչ-որ մեկի մոտ տարակույս առաջացնի, թող բարի լինեն Մեդվեդևի, Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահի եւ Անվտանգության խորհրդի ներկա
քարտուղարի տեղակալի հայտարարությունները այս ընթացքում Հայաստանի Հանրապետության ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունները կարդալ, այլևս չանդրադառնալ Զախարովաներին, Լավրովներին, Օվերչուկներին, այդ փաղանգում շատերը կան։ Սա միանշանակ է Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը մեկն է։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի ինքնիշխան պետություն։ Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ արգելվում է տնտեսության զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի տարածաշրջանից դուրս որևէ քայլ անել, որովհետև այդ բոլոր քայլերը, անկախ նրանից, որ դա բխում է մեր պետության շահից, այդ բոլոր քայլերը Ռուսաստանի Դաշնությունում չգիտես ինչու ընդունվում են քայլ իրենց դեմ։ Այսինքն նրանք մեզ վերաբերվում են որպես վասալի, որովհետև երբ վասալը մտածում է, որ ինքը պետք է ավելի անվտանգ ապրի, ավելի լավ ապրի, մեխանիկորեն դա դառնում է քայլ սյուզերենի դեմ, չէ՞։ Ինքնիշխանության ընկալում Ռուսաստանի Դաշնությունում առ Հայաստանի Հանրապետությունը, առ հետխորհրդային տարածքի մյուս պետությունները չի եղել եւ չկա։ Բացարձակապես նույն քաղաքականությունն է վարվում միջինասիական պետությունների նկատմամբ, Մոլդովայի նկատմամբ, Վրաստանի նկատմամբ, ինչու ոչ փորձել են նաեւ Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա մեր խնդիրը այս ամեն ինչում ո՞րն է։ Մեր խնդիրը այն է, որ մենք կարողանանք քաղաքացուն, ես իսկապես այս փաստը ցավով եմ արձանագրում, որովհետև մենք արդեն մոտենում ենք ընտրաշավի ավարտին եւ այս ընթացքում Հանրապետություն կուսակցությունը թե մարզերում թե Երևանում բազում հանդիպումներ է անցկացրել, ասեմ, որ շատ լավ հանդիպումներ ենք ունեցել, իսկապես հույս տվող այնպիսի հանդիպումներ, որոնցից հետո հոգիդ մի տեսակ կարծես թեթևանում է, հոգիդ հանգստանում է, որ այո, շատ մարդիկ կան, որ հասկանում են ինչի-ինչոց է ու իրենց դու չպետք է բացատրես այից հետո բեն է գալիս, գեն է գալիս, թե օֆն ինչով է ավարտվելու։ Այդ մարդիկ ինքնիշխանության տեր են։ Այդ մարդիկ համոզված են, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացման մեկ ճանապարհ ունի եւ այդ ճանապարհը արևմտյան ճանապարհն է։ Այդ մարդիկ մեզ հարցեր չեն տալիս, թե ինչի համար է տրիպը։ Նրանք հասկանում են տրիպը ինչ է բերում։ Պարզապես ասում են արագացրեք։ Հնարավորինս արագացրեք։ Եվ այդ հանդիպումներում արձանագրված շատ ու շատ հարցերից ես ուզում եմ հատկապես մեկին անդրադառնալ, առայն թե Հանրապետություն կուսակցությունը խորհրդարան գնալով ինչ է անելու։ Կոնկրետ ինչ է անելու մեր երեք քայլերը, մեր ընդհանրապես քաղաքականությունը ուզում եմ արձանագրել առաջին ու ամենակարևորը։ Մենք գնալու ենք խորհրդարան, որպեսզի խորհրդարանում փոխվի քաղաքական մթնոլորտը։ Մենք գնալու ենք խորհրդարան, որպեսզի խորհրդարանում դադարեն շիշ շպրտելու անիմաստ անպտուղ բանավեճերը։ Այդ 5 տարին մենք կորցրեցինք։ Այդ 5 տարին մեր կորցրած Ադրբեջանը գտավ։ Եվ եւս 5 տարի նվիրել Ադրբեջանին որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունում։ Մենք գնում ենք խորհրդարան, որպեսզի ժողովրդավարությունն ամբողջանա։ Մենք գնում ենք խորհրդարան, որպեսզի իրականացվեն այն բոլոր տնտեսական ծրագրերը, որոնք քաղաքացիական պայմանագիրը բարեհաջող հայտարարել է սկիզբը տնտեսական հեղափոխության եւ այլն եւ բարեհաջող մղել է տեղապտույտի մեջ։ Եկեք հաշվենք միասին, եթե ամուսարը ժամանակին գործեր, ինչքան բյուջե գումար կմտներ։ Եվ այդպես ամբողջ տնտեսության կառուցվածքի փոփոխությանը վերաբերող բոլոր խնդիրները։ Եվ վերջապես մենք գնում ենք խորհրդարան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դուրս գա հապկից, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գործուն քայլեր ձեռնարկի երաժշտայի ԱՏՄ-ին ու Եվրամիության անդամակցության գործընթացը ամբողջանա։ Մենք գնում ենք խորհրդարան, որպեսզի կանգնենք մարդու կողքին եւ մարդը իրեն էս երկրում միայնակ չզգա։ Մարդը հասկանա, որ ինքը արժևորված է, որ ինքը գնահատված է ու ոչ միայն ինքն է սիրում իր հայրենիքը, այլև հայրենիքն է իրեն սիրում։ Տիկին Ադամյան, չեմ կարող այդ հարց չտալ, եթե դուք գնում եք խորհրդարան եւ չեք կազմում մեծամասնություն, այդ դեպքում դուք անդիմություն եք լինելու։ Դա կախված է։ Ինչու եմ ես այդ հարցը տալիս, որովհետեւ ըստ էության որպես անդիմություն դուք մասնակցեցիք Երևանի ավական ընտրություններին, բայց հետո կոալիցիա կազմեցիք գործող իշխանության հետ, իշխող քաղաքական ուժի հետ, եւ այդ ձեզ պարբերաբար հիշեցնում են։ Մեզ պարբերաբար հիշեցնում են, բայց հիշեցնելուց առաջ պետք է շնորհակալություն հայտնեն մեզ դրա համար, որովհետև եթե մենք քաղաքացիական պայմանագրի հետ Երևանի ավականիում կոալիցիա չէինք կազմում, իշխանության էր գալիս Երևանում այն ուժը, որը հենց այդ պահին հայտարարում էր, որ Երևանից է սկսելու Հայաստանի Հանրապետության ռուսաֆիկացումը։ Պարզ կոնկրետ։ Մենք դա էինք ուզում մայրաքաղաքում։ Գիտեք, ես այդ հարցը ինձ շատ են տվել, օրիգինալ չեք այս պարագայում, եւ ես կարծում եմ, որ այդ հարցը վերջնականապես պետք է պարզաբանվի։ Այո, Հանրապետություն կուսակցությունը իր կուսակցական վարկի
իր կուսակցական հեղինակության հաշվին փրկել է Երևանը եւ պետությունը։ Եվ հիմա էլ, եթե այնպես ստացվի, որ քաղաքացիական պայմանագիրը, թեպետ ես համոզված եմ այդ բոլոր հանդիպումներից, որ քաղաքացիական պայմանագիրը իր 50+-ը հավաքելու է, եթե քաղաքացիական պայմանագիրը իր 50+-ը չհավաքի եւ հանրապետության հավաքած ձայների հաշվին կարողանա մեծամասնություն դառնալ, մենք կոալիցիա քաղաքացիական պայմանագրի հետ կկազմենք, որտեղ քաղաքացիական պայմանագրի հետ մենք ունենք բազում տարաձայնություններ, արտաքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության, ներքին քաղաքականության, ընդհանրապես պետություն, ինչ ասեմ, պետություն հասկացության, ժողովրդավարության վերաբերյալ, բայց քաղաքացիական պայմանագրի հետ մենք մեկ հարցում հավատացնում եմ ձեզ, մեկ հարցում միասնական ենք, այս պետությունը չի կարելի տալ անձվորներին ու եկվորներին։ Այս պետությունը պետք է գնա դեպի ինքնիշխանություն ու այդ ինքնիշխանությունը պետք է մնա անսակար կոնսենսուս -1։ Մենք թույլ չենք տալու ոչ Ռոբերտ Քոչարյաններին, ոչ Սերժ Սարգսյաններին, ոչ նրանց նորելուկ, այսպես ասած, հետևորդներին։ Լավ, մրցակից ոչ այնքան քաղաքական ուժերի մի պատ դնենք մի կողմ, խոսենք կոնկրետ հանրապետություն կուսակցությունից, ավելի ճիշտ այն հեռանկարից, որ եթե, հա, այսպես քաղաքականությունը եթեներ չի սիրում, բայց եթե դուք կազմում եք մեծամասնություն, տեսեք, ինչի եմ ասում, ինչ է լինելու հետո, ինչի եմ այդ հարցը տալիս։ Ես չգիտեմ, ասենք դուք Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևին հիշատակեցիք, ես չգիտեմ ինքը երբ է ինչ գրում եւ ինչքանով է սթափ լինում այդ ժամանակ, հա, բայց վերջին գրառումը, որ ինքը արել էր, որ այդպես բավական լայն տարածում գտավ, որ եթե Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը բարձրացնի, դա աննախադեպ եւ ընդհանրապես աննախադեպ այսպես չհանդիպող էժան գինը, դրանից հետո ժողովուրդը իշխանություններին կվռնդի, կապ չունի այդ պահին իշխանությունը ովքեր են։ Հիմա եթե դուք դառնում եք իշխանություն, դուք դարձաք մեծամասնություն, որում դուք ընկալվում եք որպես հակառուսական ուժ, այսինքն ոչ թե այնքան պրոարևմտյան այն տեսանկյունից, ասում են դուք հակառուսական եք։ Եվ գազի գինը բարձրացում է ձեր գործողությունները։ Ձեր ընկալումը սխալ է, մենք բացարձակապես հակառուսական, այդ իրենց ընկալումը։ Իրենց ընկալումը, ինչ ասեմ, թող իրենց ընկալումները ճշտ են, որտեղ մենք բացարձակապես հակառուսական ուժ չենք։ Բացարձակապես։ Ռուսաստանի Դաշնությունն է հակահայկական ուժ, եւ այդտեղ իրենց մեղքերը թող մեզ չվերագրեն։ Ու այն գինը, որ Դմիտրի Մեդվեդևը պատկերացնում է, դա սահմանային գինն է։ Եկեք դա էլ հաշվի առնենք։ Իրական գին գոյություն ունի։ Այդ $165 իրական գնով, երբ մտնում է արդեն Ես ձեզ ասեմ, որ այդ մենակ պարոն Մեդվեդևը չի այդպես ընկալում, Լևոն Զուրաբյանը ինձ 3 օր առաջ ապացուցում էր, որ դա այդպես չի։ Մենք ստանում ենք $177 ու վերջ։ Ցավում եմ Լևոն Զուրաբյանի համար, ոչինչով օգնել չեմ կարող։ Տեսեք, այդքան ժամանակ, որ մենք ասում էինք, որ պետք է ստեղծել ռուսական մոնոպոլիաներին այլ ընտրանքներին, չի համար էինք ասում։ Ձեզ համար տարօրինակ չէ, որ հարևան Իրանը թողած մենք գազ ենք գնում, եսին որտեղ գտնվող Ռուսաստանից աշխարհագրական առումով։ Ձեզ համար տարօրինակ չի, որ մենք կարող էինք այս ընթացքում, եթե իրոք տնտեսական հեղափոխություն է իրականացվել, բազում տարբերակներ ունենալ լոգիստիկ այդ հարցը լուծելու, լոգիստիկ տարբերակներ խողովակաշարերի եւ այլ պայմանագրերի։ Գազը ընդհանրապես խնդիր չի այս պարագայում խնդիր է քաղաքականությունը, ուղղակի քաղաքականությունը։ Տեսեք, այս ամբողջ ընթացքում մեզ սպառնում էին, որ երբ Ռուսաստանը հեռանա, այստեղ գալու է Թուրքիան։ Քիչ են եղել այդ սպառնա։ Ես վստահ եմ, որ ձեր հյուրերից շատերն էլ այդ սպառնալիքները այստեղ հնչեցրած կլինեն։ Վաղը այստեղ գալիս է Մարկո Ռուբիոն։ Ինչու է գալիս Մարկո Ռուբիոն։ Մարկո Ռուբիոն գալիս է ասելու, որ Հայաստանի Հանրապետություն Թուրքիան չի գալու։ Գալու է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ավելին արդեն եկել է։ Ձեզ թափ տվեք ու հասկացեք, որ արդեն եկել է։ Ու մի պայքարեք մի բանի դեմ, որի դեմ ոչինչ չեք կարող անել։ Երեք է Դոն Կիխոտ խաղաք, հողմաղացների դեմ պայքարեք։ Տարածաշրջանը Ռուսաստանինը չէ։ Տարածաշրջանը Թուրքիայինը չէ։ Տարածաշրջանը զարգացման հեռանկար է ստացել եւ տարածաշրջանը լինելու է խաղաղ։ Տարածաշրջանը լինելու է ապաշրջափակված։ Վերջին հաշվով այն բոլոր ծրագրերը, որոնք տրիպով նախատեսված էին, արագանում են։ Ինչու են արագանում։ Արագանում են, որովհետեւ դա պետք է համաշխարհային կտրվածքով, աշխարհաքաղաքական կտրվածքով։ Դա պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դա պետք է Եվրամիությանը,
Եվ այստեղ քաղաքական որ ուժը ինչ ուզում է ասի, ուզում է Չինաստանին միանա, ուզում է BRICS-ին միանա, ուզում է Հյուսիսային Կորեային միանա, չգիտեմ ում միանա, դա իրենց անձնական ծրագրերն են։ Դա իրենց պատկերացումներն են, իրենց, ինչ ասեմ, քաղաքական ուժի չեմ ուզում ոչ եթերային բառ օգտագործել, սահմանափակվենք տեսակետ բառով, չեզոք տեսակետ բառով, որովհետև եթե փորձեի իրոք որակել, հաստատ տեսակետ չէի ասի։ Մարդիկ այդպես են պատկերացնում իրենց երկիրը, ու ես ցավում եմ այդ մարդկանց համար։ Մարկո Ռուբիոյի գալը ես գերկարևոր փաստ եմ համարում, որովհետև Մարկո Ռուբիոյի գալով այո տրիպը ավելի ամբողջական է դառնում։ Եկեք նաև հաշվի առնենք այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսքան ժամանակ Իրանի դեմ ռազմական գործողություններ այնուամենայնիվ նախատեսում էր, պատրաստում էր, բայց չէր անում։ Ինչու՞ չէր անում։ Որտեվ կար այստեղ Հայաստանի Հանրապետության խնդիրը, որը գնում է ընտրությունների։ Եվ լրացուցիչ սահմանային, չգիտեմ ինչեր, լարումներ հարուցել, ներքին այն էլի բոլոր այն ուժերին, որոնք անգամ այս պայմաններում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը սեփական անվտանգությունը չի կարում ապահովի, վեր են կենում եթերից հայտարարում են, որ Իրանը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Դե արի ու այս ցնդաբանություններին լրջորեն վերաբերվի կամ պատասխանի։ Ես կարծում եմ, որ մենք վերջին հաշվով պետք է հասկանանք ինչ է նշանակում անվտանգություն։ Անվտանգություն այս աշխարհաքաղաքական կտրվածքով։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ պետք են իրական դաշնակիցներ եւ այդ իրական դաշնակիցները արդեն եկել են։ Պարզապես պետք է նրանց հետ երբ ասում ենք դաշնակից, միշտ այսպես քանի որ երևի ավանդաբար այդպես է, միշտ կասա երաշխավոր։ Այսինքն դաշնակիցը պիտի լինի նաև երաշխավոր։ Հիմա մենք խոսում ենք դաշնակիցների մասին, թե երաշխավորի։ Երաշխավոր ախտով Հանրապետություն կուսակցությունը երբևէ չի տառապել։ Երաշխավորներ որոնում են նրանք, ովքեր որոնում են տեր։ Մենք մեր երկրի համար տերեր չենք փոխում, մենք մեր երկրի համար տերեր չենք որոնում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տերը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ու դա է ժողովրդավարության առաջին կանոնը։ Պարզապես այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Իսկ պաշտպանական համակարգում այո, առաջինը մենք նկատի ունենք բանակը, որը պետք է դառնա պրոֆեսիոնալ բանակ։ Երկրորդը մենք նկատի ունենք տնտեսությունը, որովհետև առանց տնտեսության, առանց զարգացած տնտեսության որևէ բանակ կամ որևէ ինքնիշխանություն միշտ լինելու է կախյալ։ Այդ երաշխավորների ցավը այդտեղ է ի հայտ գալի, որովհետև բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, որ Հայաստանի Հանրապետությունը այս ներկա աշխարհագրությամբ, Հայաստանի Հանրապետությունը իր ներկա ժողովրդագրական պատկերով, իր ներկա բնական ռեսուրսներով ունակ է ինքնաբավ լինել եւ ունակ է զարգանալ, ունակ է մրցունակ ապրանք արտահանել։ Նրանք բոլորը հայտարարում են՝ դուք Եվրամիությանը պետք չեք, չնայած Եվրամիությունը էլ ոնց հայտարարի, քիչ է մնում արդեն Եվրամիությունը ինչ որ սինի սարքի տարոսիկներով, չգիտեմ, մատանիներով ինչով ուղարկի Հայաստանի Հանրապետության ձեռքը խնդրելու։ Բայց Հայաստանի Հանրապետությունում Բայց մենք ոչ մեկ հետ չէինք ամուսնանալու, չէ՞։ Մենք հակադարձ շարժում ենք, գիտեք, քաղաքականությունը երկկողմանի շարժում է, եւ դու անverջ հայտարարում ես, որ պետք է գան քո ձեռքը խնդրեն, բայց դու ընդհանրապես որևէ մտադրություն չունես տեղից չարժվել, դու տանը կմնաս։ Սա էլ է շատ, ինչ ասեմ, գուցե կենցաղային որակում, բայց այդպես է։ Քանի տակ Եվրամիությունը պետք է հայտարարի, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետությանը աջակցել էներգետիկ անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, քաղաքական ինքնիշխանությանը, վերջին հաշվով ընտրությունների անցկացման հիբրիդային պատերազմի այս հարձակումներին, քանի տակ ՆԱՏՕ-ն պետք է այստեղ գա ու հայտարարի, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններ խորացնել։ Այդ ու խրված մնում ես հապկում եւ դու չես կարողանում ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրեր կնքել ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բերել այն զենքը, որը Ադրբեջանը առանց մատեմատին տալու գնում է։ Եկեք հաշվի առնենք այս հանգամանքները։ Մենք կղզիանում ենք Հայաստանի Հանրապետության ներսում, մենք փորձում ենք այսպես ներսում մեր հարցերը լուծել ու չենք հասկանում, որ դա բացառվում է։ Մեզ պետք է նայել աշխարհում ինչ է կատարվում, աշխարհակաղակական կտրվածքով մեր քայլերը ձևակերպել։ Մենք ունենք մեկ ճանապարհ՝ դեպի Եվրամիություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը Մարկո Ռուբիոյի այստեղ գալը, դրանից առաջ Վենսի այստեղ լինելը, սրանք շատ հստակ քայլեր են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ պետքարտուղարը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը պատահական այսպես այցեր չեն անում, տուրիստական այցեր չեն անում։ Տուրիստական այցեր վստահաբար Մակրոնի
պետական այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդտեղից եզրակացություններ անելու փոխարեն մենք դեռ վեր ենք կենում, հայտարարում ենք, որ BRICS-ին ինչ-որ երաշխավոր է պետք, թե ինչ է պետք, թե ինչ է պետք։ Առաջին իսկ օրվանից դեռ BRICS-ի գաղափարը չկար, որպես այդպեսին ձևակերպված չէր։ Հայաստանի Հանրապետությունը առաջարկում էր այդ տարբերակները։ Ավելին ձեզ ասեմ, այդ տարբերակը դեռ եղել է 1999 թվականի սեպտեմբերին, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանն էր մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ալբերտ Գորի հետ հանդիպումներում ձևակերպվել էր հենց այն ծրագիրը, որ հիմա դարձել է TRIP, պարզ է ժամանակ այդ անվանումը չէր ունենա։ Այսինքն սրանք օդից կախված, օդից ինչ որ իրավիճակային լուծումներ չեն ստացված խնդիրներ։ Պարզ է, հետո պատահաբար եղավ հոկտեմբերի 27, չէ՞։ Պատահաբար, շատ պատահաբար եղավ հոկտեմբերի 27-ը եւ պատկերացրեք այդ պատահականությունը այնքան անհրաժեշտ էր Ռուսաստանի Դաշնությանը, այնքան անհրաժեշտ էր, որովհետեւ եթե այդ պատահականությունը չլներ Հայաստանի Հանրապետությունը, ընդամենը մի քանի ամսում ելնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնություններից բացելու էր Հայաստան-Թուրքիա սահմանը։ Շատ կարճ ժամանակում լուծվելու էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Սրանք ծրագրեր են, որոնք Վազգեն Սարգսյանը բարձրաձայնել է Հայաստան գալուց հետո։ Եկեք վերադառնանք նախընտրական ձեր ծրագրին, տեսեք, դուք խոսեցիք ժողովրդավարության անհրաժեշտության պահպանման մասին, տնտեսության մասին, բայց այս երկու կոմպոնենտը իրենք իրենցով չեն լինի, եթե չլինի դատաիրավական համակարգ, վստահելի դատաիրավական համակարգ։ Այսինքն առանց դրանց այս երկուսը փշիկ են, որտեղ տնտեսությունը ենթադրում է պետության նկատմամբ վստահություն, ներդրումները այդպես պիտի գան, որ չմտածեն վաղը այսօր ինչ որ մեկ գա իմ ձեռքից կվերցնի ուղղակի այս ամեն ինչը, որովհետև դատավորը իր ընկերն է։ Նույնը ժողովրդավարությանն է վերաբերում։ Հիմա դատաիրավական բարեփոխումների մասին խոսում են շատ քչերը իմիջիալոց։ Դուք ինչ եք մտադիր անել, եթե դուք վաղը իշխանություն եք։ Դատական մեր A5 ծրագրի երրորդ կետը հենց կոչվում է արդարադատություն։ Եվ այդ ծրագրով մենք նախատեսում ենք համակարգային փոփոխություններ։ Մենք կարծում ենք, որ ընդհանրապես սկզբունքը պետք է փոխվի եւ պետք է կարևորվի դատական համակարգը ինչին է ծառայում։ Ինչին է ծառայում դատական համակարգը, գիտեք, թվում է սրանք շատ տրիվիալ հարցեր են, որոնց ընդհանրապես պետք չի պատասխանել, բայց պետք է պատասխանել։ Պետք է պատասխանել հասկանալու համար դատական համակարգը կանգնած է երկրի ինքնիշխանության ապահովման դիրքերում։ Վերջին հաշվով օրենքին իրոք հավասար են բոլորը օրենքի առաջ, որովհետև օրենքի առաջ բոլորի հավասարությունն է ժողովրդավարության սկզբունքներից մեկը։ Մենք առաջարկում ենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրում, մենք առաջարկում ենք դատավորների թվի, իսկապես դատավորների թվի ավելացում եւ դատավորների օգնականների ավելացում։ Ու այդ դատական ռեֆորմների համակարգում մենք ուզում ենք ստանալ այնպիսի արդարադատություն, որը այլևս որևէ մեկի մոտ իր կայացրած վճիռների մակարդակով անվստահություն կամ իր կայացրած վճիռների մակարդակով, ինչ ասեմ, անկայունություն չստեղծի երկրում։ Եթե դուք նայեք այ հեղափոխությունից հետո անցած ճանապարհը այս դատական համակարգի քայլերի, շատ կազուսներ կգտնեք։ Այ մեր առաջարկած ծրագրով այդ կազուսները իսպառ պետք է վերանան, որովհետև որևէ մեկի համար, չգիտեմ, հստակ բացատրություն չունի, ինչպես է Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում, հետո ազատ արձակվում, ինչի հիման վրա։ Չասեք սահմանադրական դատարանի վճիռը, այդ բոլորին շատ լավ հայտնի է, բայց սահմանադրական դատարանի վճիռն ինչի հիման վրա է կայացվում։ Այս սկսած առաջին Հատյանի դատարանից մինչև սահմանադրական դատարան, այս համակարգի ողնաշարը պետք է նորից հավաքել։ Եվ այս համակարգի հասկանում, որ դուք պնդում եք, որ պետք է լինի այն, ինչ որ ժամանակին խոստացվում էր։ Դա կոչվում է վեթինգ։ Ես չեմ կարծում, որ հիմա մենք պետք է սահմանափակվենք միայն վեթինգով, որովհետև յուրաքանչյուր այսպես լուծում ունի իր ժամանակը։ Մենք վեթինգ չարեցինք, մենք վեթինգը ըստ էության տապալեցինք, բայց եթե այդ իրական վեթինգը լիներ, մենք հիմա շատ ավելի նվազ խնդիրներ կունենայինք։ Մենք ամենայն դեպս այսօր կունենայինք, տեսեք, քանի քրեական գործ կա ուժեղ Հայաստանի ենթադրյալ, չասեմ այլ տեսակետ, ենթադրյալ կաշառքի
16 գործ 67-ից ավելի ձերբակալվածներ, դուք մեկ վճիռ տեսել եք։ Մեկ վճիռ տեսել եք։ Չեք տեսել։ Փոխարենը եթե այդ մեկ վճիռը լիներ, թե 16-ը, թե 67-ը կարող էին նվազել։ Այսինքն դատական համակարգի արդյունավետության խնդիր մենք ունենք։ Եվ այդ դատական համակարգի անարդյունավետությունը արվածում է պետության ինքնիշխանությանը։ Մենք սովորաբար մի դասական սխալ ենք անում բոլորս։ Մենք այսպես փորձում ենք կրթությունը առանձին զարգացնել, տնտեսությունը առանձին զարգացնել, արտաքին քաղաքականության փոփոխությունները առանձին։ Չի լինում այդպես։ Դրանք համաժամանակյա զուգահեռ գործընթացներ պետք է լինեն, որպեսզի մեխանիզմը աշխատի։ Երբ դուք ասում եք, որ պետք է դատավորների քանակը ավելանա, մենք այստեղ ուղիղ երկու ոտքով մտնում ենք կրթության ոլորտ։ Այսինքն կրթության ոլորտում ինչ պիտի արվի, գիտեք ինչի եմ ասում այդպես, որովհետև տեսեք, ես մինչև ձեր գալը արդեն 10 քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ խոսել եմ նախընտրական քարոզարշավի շրջանակում հարցազրույցներում, 10-ից առնվազն 5-ը պնդում են, որ հանրակրթությունը բարձա, բայց բուհական կրթությունը իրենք դասնելու են անվճար։ Ով ուզում է գանտում։ Դուք եք նման տեսակետի գրող, թե այլ տարբերակում եք։ Մենք կարծում ենք, որ բուհական կրթությունը այո պետք է անվճար լինի։ Նաև։ Բայց ես շատ ուզում եմ հասկանալ մեխանիզմ ունեն ինչպես է անվճարնելու, որովհետև անվճար կրթություն դա նշանակում է ֆինանսավորվելու բյուջեում կա այդ գումարը։ Չէ, դե բոլորը ասում են հարկերը նվազեցնելու ենք, բուժօգնությունը անվճար, բուհական կրթությունը անվճար, երբ հարց է տալիս, բա այդ հարկերը որ նվազեցրեցին, մուտքերը բյուջեի նվազեցին դրա հաշվին, հետո այդ գումարները որտեղից, ասում են դե տնտեսությունը կզարգանա։ Ինչպես։ Չգիտեմ։ Ահա, այստեղ մեր արմատական տարբերությունն է, ես կարծում եմ, որովհետև մենք իրապես առաջարկում ենք տնտեսության զարգացման ծրագիր, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն 10 տարում պետք է դառնա 80 միլիարդ դոլար։ Եվ այդ 80 միլիարդ դոլարը այսպես միֆական դասականը շքամ 80։ Այո։ Կարող էի ավելին ասել, բայց մենք մնում ենք պրագմատիկ։ Մենք ամենայն դեպս չենք խոստանում ոչ 300,000 աշխատատեղ, ոչ էլ 300,000 ադրբեջանցու վերադարձ։ Ի տարբերություն, ասենք, շատ հարգելի այլ քաղաքական շատ ուժեղ ուժերի։ Մենք մնում ենք պրագմատիկ եւ մենք մնում ենք ամբիցիոզ, որովհետեւ եթե դու կարողանում ես վերագործարկել Լեռնա, Հանքա, Ումքային ամբողջ համակարգը, եթե դու կարողանում ես օգտագործել Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները, իդեպ մենք առաջարկելու ենք կառուցվածքային փոփոխություններ կառավարության մեջ, որովհետև մեզ համար գերանրժշտ է Հայաստանի Հանրապետության ատոմային էներգետիկայի նախարարություն վերականգնումը եւ մեզ համար գերանրժշտ ջրային ռեսուրսների նախարարություն, ջրային ռեսուրսների գյուղատնտեսության նախարարությունն ալա մեզ համար գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների կառավարման մեզ համար գերանրժշտ է մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների վերականգնումը, որովհետեւ մենք եկանք ժամանակին եւ այդ նախարարությունների ֆունկցիաները դրեցինք ինչ-որ փոխնախարարների վրա, ստեղծեցինք սուպեր նախարարություններ, թե ուրիշ նախարարությունները համարյա փակեցինք ու ստացվում է մենք ունենք երկրի կառավարելիության խնդիր, որովհետեւ այդ համակարգերը չեն կարողանում ամբողջական գործել, մենք կորցրեցինք ոլորտային կառավարման հնարավորությունները ու հիմա մենք դա ուզում ենք վերականգնել եւ վերականգնելու մեր հիմնավորումներից մեկն էլ նաեւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության խնդիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ լուծելն է, այո, այստեղ պետք է լինեն մոդուլային այեկներ, որպեսզի մենք էներգետիկ անվտանգության խնդիր ունենանք, որպեսզի տարատեսակով վերջուկներ, Մեդվեդևներ, չգիտեմ ովքեր, սրեր չճոճեն գազի գնի եւ այլն։ Մեզ հնարավոր չի գազի գնով, մեզ հնարավոր չի ծիրանով, չգիտեմ, այնտեղ տարբեր մթերքներով գնել։ Պարզապես հնարավոր չի։ Այդ ժամանակները անցել են Ռուսաստանի Դաշնությունը խրվելով ուկրաինական պատերազմում կորցրել է, այլևս այդ խորհրդային տարածքի պետություններին սպառնալով, պատերազմով, չգիտեմ էլ ինչով սպառնալով վախեցնելու պահը։ Մենք չենք վախենում։ Համենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը ունի այս բոլոր ձեր տրված եւ չտրված հարցերի պատասխանները եւ վստահաբար Հանրապետություն կուսակցությունը գնալու է խորհրդարանի ծրագրերը իրականացնելու, որպեսզի այս երկիրը այլևս դադարի մի քանի աթոռների վրա միաժամանակ նստելու իրականում ընկնելու ծրագիրը։ Մենք գնում ենք ոտքի կանգնելու ու պետությունը ոտքի անելու։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ նախընտրական պաշտոնական քարոզչության շրջանակում Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, ընտրական ցուցակի կուսակցության երկրորդ համար Անահիտ Ադամյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։